Ճամբարակում զինծառայողների վրաերթից մեկ օր անց հիմնական հարցերից մեկը մնում է անպատասխան. ինչու էին 7 զինծառայողները երեկոյան ժամին Զորամասի տարածքից դուրս եւ ինչ էին անում այդ ճանապարհին։ Դեպքի վերաբերյալ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես տեղեկություններ են տարածվել, թե զինծառայողներին պատժելու նպատակով Զորամասից դուրս են բերել եւ ստիպել վազել։ Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկություններից մեկը, հայտարարելով, որ զինծառայողները հակագազերով չեն վազել։ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում եւ սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն այս հայտարարությունը չի պատասխանում հարցին, թե ինչ հանգամանքներում կամ ում որոշմամբ են հայտնվել Զորամասից դուրս։ Վիրավորում ստացած զինծառայողներից մեկի մայրը Լուսինե Թումանյանը սոցիալական ցանցում գրել է, որ իր որդին առողջական խնդիրներ ունի եւ բժշկական փաստաթղթերով ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Իմ երեխան նույնպես այդ 7 զինծառայողների մեջ է։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա նախկինում բժշկական փաստաթղթերով հոդվածավորված է եղել եւ ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Չնայած դրան, դեպքի օրն ընտրվել է մեր կարծիքով ոչ պատշաճ պատժամիջոց, որի հետևանքով երեխայից դուրս են բերել գնդի տարածքից։ Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը։ Պահանջում ենք, որ քննության ընթացքում պարտադիր պարզվի, ով եւ ինչ հիմքով է կայացրել այդ որոշումը։ Հաշվի է առնվել արդյոք զինծառայողի առողջական վիճակը եւ սահմանված սահմանափակումները եւ այդ որոշման ու տեղի ունեցած դեպքի միջև կա արդյոք պատճառահետևանքային կապ։ Մենք ուզում ենք ոչ թե ենթադրություններ, այլ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բեռնատարը, որը վրաերթի է ենթարկել զինվորներին, անսարք է, չունի պետհամարանիշ, վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Նա պայմանագրային զինծառայող է, Վահան գյուղի բնակիչ է, ունի 3 անչափահաս երեխա, շուտով 4-րդ երեխան է լույս աշխարհ գալու։ Վահան գյուղի ղեկավարի խոսքով վարորդը մեքենան գործածել է իր կենցաղային աշխատանքներն անելու համար։ Կանոնադրություն ենք սահմանում, թե զինծառայողին անկախ դրանից դա ժամկետային ծառայող է, պայմանագրային է, այդ թվում սպա է, ինչպեսի պատիժներ կարող է սահմանվել պատժաչափեր, նկատողություն, խիստ նկատողությունից սկսած եւ այլն, եւ կանոնադրություն ամբողջությամբ հարցերը կարգավորում են։ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պետք է պարզվի, թե զինվորներն ինչու են դրսում եւ մանրամասն քննության ենթարկվեն նաեւ ոչ պիտանի տեխնիկայի ճանապարհ դուրս գալու հանգամանքները։ Այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սակայն նշում է, որ խնդիրները չի կարելի լուծել կադրային ջարդով։ Կադրային փոփոխությունները ըստ իրավիճակի պետք է հասկանալ, թե այդ խնդիր լուծում է, թե խնդիր չեն լուծում։ Այսինքն ոչ թե հարցերն է, որ առասարակ կադրային փոփոխությունները հարց չեն լուծում, այլ հարցը նրանում է, թե իրականության մեջ ցանկացած դեպքի հետ կապված ինչպեսի քննություն է ընթանում, իրավիճակի հետ կապված ինչ հանգամանքներ են բացահայտվում եւ ըստ այդմ էլ պատասխանատուների շրջանակ է բարձվում։ Նույն ծառայողական քննությունները, որոնք տեղի ունեն, ինչ են մարան դրանք տեղի ունեն, որպեսզի բարձեն իրականում տեղ ունեցած միջադեպերի պատասխանատուները ովքեր են, ինչ հանգամանքներում են տեղ ունեցել եւ այլն, ըստ այդմ էլ արդեն կարելի է հասկանալ, թե ստեղծված իրավիճակում լուծումը որն է։ Համայնքի վարչական ղեկավարի փոխանցմամբ դեպքի պահին վարորդը սթափ է եղել, չի փախել դեպքի վայրից եւ ծանր հոգեվիճակում է եղել, տեսնելով վրաերթի ենթարկված զինվորներին։ Ճանապարհի այդ հատվածը ըստ համայնքի ղեկավարի նոր ասֆալտապատված է, սակայն լուսավորված չէ։ Նրա փոխանցմամբ վարորդը գազալցակայանից տուն վերադառնալիս է եղել եւ մթության պայմաններում չի նկատել ճանապարհին վազող զինծառայողներին։ Ասում է, այրուն լվա զինվորներին տեսել է, սկսել է գոռալ ու լաց լինել։ Վրաերթի հետևանքով մահացած 19-ամյա զինծառայողը զորակոչվել էր ընդամենը 1 ամիս առաջ, հուլիսի 22-ին։ Մյուս 6 զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալներով նրանցից 3-ը հետազոտվել են եւ բժշկական միջամտության կարիք չունեն։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի արդիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին եւ 4-րդ մասերով, վարորդը ձերբակալվել է։ Հատկանշական է, որ նախորդ ամիս Ճամբարակի նույն զորամասում հայտնաբերվել էր 20-ամյա Նարեկ Թորոսյանի մարմինը։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնեց, թե տղան ինքնասպան է եղել։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։